Բարև ձեզ։ Դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրն է Շուշանիկ Գալթախչյան, Շուշանիկը White Bone եւ White Mind ընկերությունների հիմնադիր տնօրենն է եւ վստահ եմ այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ողջույն Շուշանիկ ջան։ Ողջույն Վարդուհի ջան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել եւ այսօր իմ տաղավարում եք։ Մի փոքր դժվար է ինձ դուքով ձեզ դիմել, բայց փորձեմ ֆորմատը պահպանել։ Ես վստահ եմ, որ մենք այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ վստահ եմ, որ հաղորդումից հետո շատ մարդիկ ոգեշնչվելու են այն ճանապարհով, որով դուք եք անցել, եկեք սկսենք ամենասկզբից, կրթությամբ, առաջին կրթությամբ, որտեղ գիտեմ, որ բազմաթիվ կրթություններ ունեք եւ ստացել եք, ինչ մասնագիտություն ունեք առաջին կրթությամբ։ Շատ շնորհակալություն իմ անձի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Մեծ սիրով։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, առաջին կրթությամբ ես պատմաբան եմ, Երևանի պետական համալսարան պատմության ֆակուլտետ։ Ճանապարհս սկսել եմ այդտեղից, բակալավր, մագիստրատուրա, շարունակեմ կրթության։ Կարող ենք շարունակել, բայց ինձ մի էսպիսի հարց է հետաքրքիր։ Այ ինչու դուք ընտրեցիք հենց պատմության ֆակուլտետը։ Եթե շատ անկեղծ Այո, շատ անկեղծ։ Ես այդ ժամանակ, երբ որ ես ընդունվում եմ Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, պատմության ֆակուլտետի դուստր ֆակուլտետ էր։ Եվ ես պետք է ընդունվեի երկրորդ կուրսից, ընտրեի ուղղություն եւ գնայի։ Եւ ես որոշել էի դառնալ միջազգայնագետ, քաղաքագետ, որպեսզի իրավիճակ փոխեմ երկրում։ Այնուհետև հենց իմ ընդունվելու տարի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը դարձավ առանձին ֆակուլտետ։ Եվ արդեն պետք էր հանձնել առանձին քննություններ եւ բնականաբար ես կորցնում եմ իմ անվճար տեղը, որը չէի ցանկանում, արդեն իսկական պրինցիպի հարց էլ դարձավ դա։ Եվ ասացի, որ ոչ, չեմ ցանկանում որպես այդպեսին ֆակուլտետ փոխեմ, ես կմնամ, կշարունակեմ, կդառնամ պատմաբան։ Այդպես։ Պատմության ֆակուլտետը ավարտելուց հետո երկրորդ կրթությունը, որը ստացաք, որը եղավ։ Այդ ժամանակ արդեն միջազգային հարաբերություն, քաղաքագիտություն, այո, ես տենց մի քիչ դժվար եմ իմ նպատակներից հետ կանգնում։ Արդեն ամերիկյան համալսարանոյի միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն մագիստրատուրան ավարտեցի։ Նպատակը արդարացրեց միջոցները, շատ ծանր էր, որովհետև ես միաժամանակ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան էի սովորում։ Բավական ծանր էր, բայց այն կրթությունը ու մեկ էլ այդ տարբերությունը ես անդադ համեմատում էի մեր ստանդարտ կրթության եւ այդ ժամանակ ամերիկյան համալսարանի տված այդ ազատության մտքի մտածելակերպի ազատության տարբերությունը։ Դրանից հետո արդեն ըստ օրենքի պետքա գնայի արդեն քաղաքագիտություն, այսինքն քաղաքական դաշտ, բայց բախվեցի իրականության հետ ու հասկացա, որ ամեն ինչ այնքան վարդագույն չի, ինչքան ես էի պատկերացնում ու քաղաքական դաշտը տենց ձեռքերը բաց ինձ չի սպասում դեպքով։ Եվ ընդունվեցի միջազգային կազմակերպություն, ոնց որ ինչ որ չափով, ոնց որ կոմպենսացնելու հայկական բարեգործական ընդհանուր միություն AGB-ում։ Որ ավելի շատ ՀԲՄ, AGP-ը այդպես են ճանաչում։ Ու այդտեղով էի փորձում ինչ որ չափով նպաստել, որովհետև պետական ծրագրեր, պետության հետ մեծ ծրագրեր էին իրականացում, բան, այդ դրանով էի փորձում fulfill անել, այսպես ասած, ռեալիզացնել իմ նկարտումները։ Այսինքն ի սկզբանե նպատակ է եղել լինել օգտակար պետությանը։ Ահա, իրականում ես տենց խորապես վստահ եի, որ պետքա ինչ-որ բան փոխել եւ պետք է նոր ուժեր, թարմ ուժեր, ովքեր ունեն նոր մտածելակերպ եւ միաժամանակ հավատարիմ են գաղափարին, բայց տենց ասում եմ համակարգը ինձանից ուժեղ է խփում։ Ես կարծում եմ այն ամեն ինչ ինչով դուք հիմա եք զբաղվում եւ այն աշխատատեղերը, որ ստեղծում եք եւ հարկերը, որ վճարում եք, իսկապես նպաստում եք պետության զարգացմանը։ Այդ ճանապարհով գնացին։ Այդ ճանապարհով, հա, ի տարբերություն շատ շատերի, որոնք ուղղակի բացասական մտքեր արտահայտելով մտածում են, որ իրենք շատ հայրենասեր են, բայց իրենց ծնված օրվանից մեկ դրամ անգամ հարկ չեն մուծել, այնպես որ հայրենասեր են նաեւ այն մարդիկ, ովքեր հարկեր են վճարում, սա իմ խորին համոզմունքն է։ Շուշանիկ ջան, ինձ հետաքրքիր է,
այ այդ օգտակար լինելու հայրենասիրության գաղափարը մանկուց կա ձեր մեջ եւ ինչպես է այդ ձևավորվել։ Ես դրա մասին շատ եմ մտածել ու երբ որ հետ եմ նայում խորապես վստահ եմ որ պապիկիցս է եկել դա պապիկս շատ հայրենասեր էր շատ ցավոտ էր տանում մեր երկրի հետ կատարված ցանկացած բացասական եւ խորապես վստահ էր որ Արարատը հետ ենք բերելու Արևմտյան Հայաստանը հետ ենք բերելու եւ մեզ բոլորիս այդ ոգով է դաստիարակել թե ասենք ծնողներից, քերիներից, թե մեզ բոլորիս, այսինքն թե իր զավակներին, թե իր թոռներին ու նույնիսկ ծոռներին, այսպես ասած, մեր ընտանիքում շատ ընդունված էին հայրենասիրական երգեր երգելը այդ մեր խնջույքների սեղանների ժամանակ, մենք փոքր տարիքից հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր գիտեինք, ու ինձ թվում է դա չէր կարա այդ դերը չունենար քո երկրի համար, այդ ի նպաստ ապրելու ոչ թե ուղղակի ինչ-որ բան անելու, այլ հենց ի նպաստ ապրելու ցանկությանը, էլի։ Իմ կարծիքով պապիկից է եկել։ Փոքրից է գալիս։ Կրթությունից խոսեցինք, հա, բայց մենք չենք ավարտել թեման, քանի որ Շուշանիկ ջան, վերջերս ստացաք ձեր 4-րդ, հա, թվով 4-րդ բարձրագույն կրթությունն է հոգեբանի որակավորում, հա, դիպլոմավորված գործնական հոգեբան եք այս պահին։ Մի փոքր կպատմեք, այ ինչը բերեց 4-րդ կրթությանը։ Շատ բարի։ Սա իմ ամենասիրած պահն է իրականում, որովհետև բայց միջև անդրադառնանք 4-րդ կրթությանը, խոսենք 3-րդի մասին, որովհետև 3-րդն է դրթել 4-րդին։ Երկրորդը դե միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, այնուհետև ես ոնց որ գնացի դեպի բիզնես ուղղվածություն, բանկային ոլորտում եմ աշխատում, տելեկոմ ոլորտում, եւ այդ ընթացքում ստացա 3-րդ կրթությունը, մարքեթինգ PR։ Ահա Մարքեթինգ PR-ում արդեն թե մասնագիտական աճը այնտեղ էր դրսևորվում, հա, հետո զբաղվեցի հաճախորդների փորձառության կառավարմամբ, որը ոլորտում լրիվ նորություն էր, եւ ես կարելի ասել առաջին մասնագետներից էի երկրում, որ այդ ուղղության մեջ վերապատրաստվեցի, խորացա, շնորհիվ գործատուների, ովքեր նույն թե HSBC-ին, թե Beeline, այդ ժամանակ ես Beeline-ում էի, ծորին բավական վերապատրաստեցին արտասահմանյան workshop-երով եւ այլն եւ ես խորացա հենց հաճախորդների փորձառության կառավարման ու ստրատեգիկ մարքեթինգի մեջ։ Ամեն ինչ լավ էր։ Ամեն ինչ լավ է։ Ինչ որ պահ եկավ հիմնեցի իմ կազմակերպությունը, սկսեցի արդեն Whitebone-ը, հա, սկսեցի ծառայություններ մատուցել հենց այդ ուղղությամբ, բայց անընդհատ կար զգացողություն, որ ինչ որ բան ամբողջական չի։ Ոնց եմ ես ես հասկանում։ Այո։ Իսկ ես այտենց չեմ կարողանում իգնոր անել, այսպես ասած, այդ զգացողությունը, այտենց ինքս տեսակով մի քիչ խորացող եմ, եւ խորացա այդ զգացողության մեջ, ինչը ամբողջական չի, եւ հասկացա, որ շատ հաճախ դասընթացների ժամանակ, հա, մասնագիտական խորհրդատվության, կոնսալտինգի ժամանակ ինձ հաճախ հարցնում էին, ասում էին, հոգեբան եք, դուք հոգեբան եք, ու ես հասկանում եմ, որ ինչ որ բան իմ մեջ մարդկանց հուշում է, որ ես հոգեբան եմ, բայց ես գիտեմ, որ ես հոգեբան չեմ։ Հա, եւ ասեցի մի վարքյան, ինչն է հետաքրքիր, որ իմ երկու մտերիմներին հարցեցի, օրինակ, ինչ եք կարծում, ես լավ հոգեբան կլինեմ, երկուսին ասեցին չէ։ Ասեցին չէ, որովհետև դու շատ էմոցիոնալ ես եւ ամենայն հավանականությամբ դա քո համար ծանր կլինի լինել հոգեբան։ Դու հա, ըմբռնող ես, անալիզանող ես, էմպաթիկ ես, բայց դե էմոցիոնալ ես։ Ու այդ միտքը ես դրեցի մի կողմ, որովհետև ինձ այդքան լավ ճանաչող մարդիկ ասեցին չէ։ Անցավ եւս մի 2 տարի մոտ, հետո ես ևորից ներսից եկավ այդ արդեն։ Էական չի, քեզ ճանաչողները ինչ են ասում, որովհետև ոչ ոք քեզ չի ճանաչում։ Նույնիսկ դու քեզ խորապես, չէ՞, հիմա հոգեբան լինելով, հասկանում ենք ինչքան բան չգիտենք մենք ինքներս մեր մասին, ոնց կարան ուրիշները իմանան մեր մասին։ Եվ գնացի այդ քայլին, իրականում շատ ծանր, որ ասում եմ, եթե իմանա այսքան ծանր էր գնա։ Այո։ Աշխատանքի, ընտանիքի, հա, ընկերների այդ ամեն ինչի հետ միասին ստանալ նորից այս տարիքում ստանալ նորից բարձրագույն կրթություն, որում այդքան բարդ մասնագիտությամբ բավական բարդ էր, ու որովհետև դա միայն սկիզբն էր, նորից շարունակում են վերապատրաստումներ, բայց դա եղավ իմ կյանքի Ռուբիկոնը,
Ես իրոք այդպես եմ անվանում, ոնց որ իմ կյանքը բաժանվեց մինչև հոգեբանություն եւ հոգեբանությունից հետո։ Ինչն է փոխվել հոգեբանությունից հետո։ Ամեն ինչ։ Ամեն ինչն է փոխվել հոգեբանությունից հետո, բնականաբար սկսած իմ ընկալումից, ինքս ինձ ընկալումից, այդ ինքնաճանաչումից։ Ամենաառաջի քայլը բնականաբար դա է։ Դրանից հետո արդեն բնականաբար փոխվում են հարաբերությունները ամենահարազատների հետ, փոխվել են իմ հարազատների, տղայիս հետ են փոխվել հարաբերությունները։ Չնայած մեզ շատ բան էին անում, որ տենց ոնց որ ընկերներ լինեք, բայց հեսա պատրոստը դառնա կփոխվի եւ այլն, բայց չէ, վրոդի լավ էր։ Վրոդի կնենք։ Ոնց որ թե լավ էր, բայց էլ ավելի լավ, որ դու մտածում ես ոչ թե ուղղակի լավ փոխմբռնման մակարդակը փոխվեց փոխմբռնման մակարդակը հարազատներիս հետ, ընտանիքիս, ծնողներիս, քույրիկիս, ընկերներիս, ընկերուհիներիս եւ թիմի հետ։ Եվ երբ որ այս ամեն ինչը փոխվեց, ես ի սկզբանե չէի որոշել հոգեբան դառնալ։ Ես ուղղակի ուզում էի, որ հոգեբանությամբ հարստացնեմ իմ բազային մնացած գիտելիքներն ու ամեն ինչը։ Երբ որ ես այդ փոփոխությունները տեսա, արդեն իմ մոտ զգացողություն առաջացավ, որ պետքա սա տարածել։ Պետքա հնարավորինս շատ մարդ իմանա, ինչքան բան ինքը չգիտի, ինչքան բան ինքը չգիտի եւ ինչպես կարա փոխվի իր կյանքը։ Եթե ինքը մի քիչ ավելի շատ իմանա, եթե մի քիչ ավելի քիչ վախենա իմանալ, որովհետեւ մենք ինչի չենք գնում այդ խորացման, դե վախենում ենք տեսնել այն ինչ կա։ Եվ բացի դրանից, որ ես ոնց որ արդեն անցա պրակտիկ հոգեբանության եւ իրականացնում եմ թերապիա, ես բոլորին դրթում եմ դեպի հոգեբանություն, բոլորին։ Ով հետաքրքրվում, ասում եմ, եթե կարող ես ստացիր կրթություն։ Հիմա կան հնարավորություններ արտաժամյա դասերով, հեռակա, արկա ստացիր։ Ում տեսնում եմ, որ ոնց որ կարիք ունի, բայց վերջին դրթմանն է սպասում։ Փորձում եմ այդ դրթումը լինեմ, որ մի վախեցի, գնա հոգեբանի մոտ։ Եթե ուզում ես կգտնեմ քո համար համապատասխան, որովհետև դե շրջապատն էլ է արդեն մեծացել հոգեբաններով, համապատասխանը խնդրի, փորձում եմ գտնել իմ շրջապատի մեջ համապատասխան մասնագետների, ուղղորդում եմ, ու երբ որ տեսնում եմ մարդկանց կյանքի որակի փոփոխությունը, դե դրանից մեծ արժեք չկա։ Հրաշալի։ Շուշանիկ ջան, մի այսպիսի հարց։ Իդեպ ձեր թիմը, որ դուք ձևավորել եք եւ այդ ընկերությունը, որը հիմնել եք, քանի հոգուց է մոտավոր բաղկացած։ Այս պահին 11։ 11 հոգանոց ընկերության հիմնադիր տնօրեն, արդյունավետ գեղեցիկ կին։ Հիմա շատերը կողքից կնայեն ու կմտածեն, այ ինչին էր պետք հոգեբանությունը, հա։ Հետաքրքիր է, որ կողքից մարդկանց ընկալումը մեր մասին այնպեսին է, որ մեզ մոտ ամեն ինչ հարթ է եւ լավ է, միգուցե ինչ որ արդյունավետության, ֆինանսի հետ էլ կապում են, ասում են այս մարդը ազատ է, երջանիկ է, բիզնես ունի, սիրելի տղա ունի, ընտանիք ունի եւ այլն, բայց եթե sense կարճ եւ եթե շատ անձնական դաշտ չգնանք, այ ինչ sense մի հատ բաց կար, որ արդյունավետ եւ կայացած կինը իր մեջ ուզում էր լրացնել հոգեբանությամբ։ Եթե շատ անձնական տիրույթ չեմ գնում, հա։ Փորձեմ բանանել, հնարավորինս էլի անկեղծ պատասխանել։ Իրականում այդ տեսեք երջանիկ լինելը եւ արդյունավետ լինելը նույն բանը չեն։ Ընդհանրապես նույն բանը չեն։ Մանավանդ կնոջ համար։ Տղամարդու համար կարա արդյունավետությունը դառնա, հա, որոշակի ինքնաբավության, որը տանի երջանկության։ Կնոջ համար այդպես չի բնականաբար, եւ իմ համար էլ այդպես չի։ Չնայած իմ այդ բնավորության հիմնական գծերին, հա, այդպես արդյունքամետ գաղափարի նայող եւ այդպես ամեն կերպ վերջրած ավարտին հասցնող կար ներքին անբավարարվածության զգացողություն։ Այսինքն ստեղ խոսքը իրոք նրա մասին չի, որ ինչ որ բան կտրուկ փոխես քո կյանքում։ Ես ոչ էլ փոխել եմ ինչ որ բան կտրուկ իմ կյանքում։ Հակառակը, ոնց որ sense փոքրիկ ծակոտիներ են, որոնք հերթով լրացնում ես, եթե այդպես վերցնենք օրինակի համար, իմ եւ ծնողներիս հարաբերությունները, որը ոչ բոլորն են գիտակցում, ինչ ահռելի նշանակություն ունի ծնողների հետ փոխհարաբերությունները։ Ասենք հիմա փոխվել են 170 աստիճան։ Եվ դա ավելացրել է իմ ինքնաբավությունը մի քանի անգամ։
Այ եթե ասենք խոսենք սրա մասին, երևի այդ երջանկությունը իհարկե հավիտենական զգացողություն չի, պահերի մեջ է, հա, բայց ինչքան ինքնաբավ ու հանգիստ ես, ինչքան խաղաղ ես ինքդ քո հետ, այդ երջանկության պահերն էլ ավելի շատ են։ Այ ես ուզում եի ավելացնել իմ երջանկության դոզան, այսպես ասած, ու կարծես ստացվում է։ Հրաշալի, այս գեղեցիկ նոտայից մի հատ անցնենք սենց բիզնեսի աշխարհ, որովհետև ես շատ եմ ուզում նաև ձեզ ներկայացնել այդ ուղղության մեջ, ունենալով լավ աշխատանք, աշխատելով մեծ ընկերությունում, դուք որոշում կայացրեցիք, որ զբաղվելու եք ձեր սեփական գործով, այ ուզում եմ մի փոքր այդ ձեր փորձառությամբ կիսվեք։ Կային արդյոք վախեր, ինչու որոշեցիք, որ պահը եկել է, որ դուք դառնաք արդեն գործարար, ավելին արդեն ունենաք անձնակազմ, չէ՞ որ անձնակազմը երեխայի պես մի բան է, հա, ինչ ուզում ա լինի, հա, այդ պատասխանատվությունը քեզ վրա է, աշխատավարձ, չգիտեմ, հա, այդ ամեն ինչը ամսական պետքա վճել, այ ոնց եկաք այս որոշմանը, Շուշանիկ ջան։ Հա, մերսի շատ։ Իրականում բավական բարդ որոշում էր, ասեմ ավելին նույն ընտանիքը չէր հասկանում այդ որոշումը։ Բոլորը ասում են, ասենք է որ երկրի մասշտաբով լավագույն կազմակերպություններում, լավագույն պաշտոնների, քո ուզած աշխատավարձով, լավագույն պայմաններով իրականում նաև ես ասել եմ մասնագիտական այն բարձունքներին, որին պայմաններն էին ընդունում, ասենք ճկուն գրաֆիկ, որ չկար ճկուն գրաֆիկ հասկացողություն, հա, 60% աշխատաժամանակ եւ այլն, այսինքն գրեթե բոլոր այն ինչ որ կերազեր ցանկացած աշխատող կին եւ մայր, որ համ բարձր լավ աշխատանք ունենա, լավ արձատրվող եւ համ էլ իր կյանքը ամբողջովին դրան չտրվի աշխատանքի։ Բայց միևնույնն է մնում էր այդ անբավարարվածության զգացողությունը, որ ես կարող եմ անել շատ ավելին։ Շատ ավելին կարող եմ անել եւ շատ ավելի բան փոխել։ Սկզբում փորձում էի համատեղել։ Այսինքն երբ որ կազմակերպությունը բացեցի, համատեղում էի հիմնական աշխատանքի հետ եւ կողքից փոքրիկ պրոյեկտներ էի վերցնում, հետո մի քիչ ոչ այնքան փոքրիկ, հետո կոവിഡ്ը համընկա, որ կոവിഡ്ի ժամանակ ամեն ինչ սառած էր, ես տենց բավական մեծ պրոյեկտ էի անում Իտալիայի Vodafone-ի հետ, եւ միգուցե դա էլ բան հանդիսացա, որ ես կարող եմ շատ մեծ պրոյեկտներ անել, նույնիսկ այստեղից այլ մայրցամաք, ու չնայած դա այդքան էլ այլ մայրցամաք չէ։ Եվ մի հատ պահ եկավ, որ ես ուղղակի հասկացա, որ քո ամբողջ էներգիան, ուշադրությունը, ամեն ինչը գնում է այնտեղ, որտեղից գալիս է քո եկամուտը։ Ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես գաղափար ունենաս։ Նու իմ դեպքում էր տենց, որտեղ ես պատասխանատու մարդ եմ եւ չէի կարողանում շեղվել հիմնական գործից։ Եվ ուղղակի պահ եկա, որ իմ սիրած արտահայտությունը ես ասացի պետքա կտրել է սպորտալը։ Ու այդ ինչքան ժամանակում այդ մտքին եկաք։ Երևի մի կես տարի, ընդ որում այդ կես տարվա ընթացքում այդ մեսիջը անդադ գնում էր թե ղեկավարությանը, թե ինքս ինձ ներս, թե ընտանիքին, որ հնարավորինս փորձում էի բոլորին պատրաստ էի դրան։ Հա, բայց դրանով հանդերձ միևնույնն է շոկային էր, բոլորի մոտ բացի ինձանից։ Իմ համար շատ հարմոնիկ ստացվեց, որովհետև ես իրոք հասկացել էի, որ դա է։ Եվ այո, Վարդուհի ջան, ձեր ասածի պես շատ դժվար էր անցնել մի վիճակից, երբ որ ամսվա վերջը դա նշանակում աշխատավարձդ եկա։ Փոխվում անանա, որ ամսվա վերջը աշխատավարձը տալիս, հարկեր ես տալիս, վարձ ես տալիս ու չգիտես տակը ինչ է մնում, դե սկզբում вообще ոչինչ չի մնում բնականաբար, երկար ժամանակ ոչինչ չի մնում։ Այդ էմոցիոնալ փոփոխությունը շատ լուրջ էր, այսինքն գիտակցել, որ կարդինալ այլ է։ Դա համար օրինակ, որ ասում են ղեկավար անձը ինչի իր բիզնեսը չի ստեղծում, դա լրիվ այլ մտածելակերպի հարց է, որ դու հասկանաս, որ դու ոչ թե հասկանաս, ընդունես, որ ամսվա վերջում այդ ստաբիլը չի գալու, հակառակը դու ես պատասխանատու, որ այդքան մարդու աշխատավարձը ստաբիլ գնա, հարկերը ստաբիլ վճարվեն,
վարձակալությունը ստաբիլ գնա, հա, այսինքն պարտներների հետ ոչ մի պարտք պահանջ չմնա, ու հետո նոր տեսնես տակը ինչ մնացել է բնականաբար, եւ դա փոխում է, մենտալիտետը դա լրիվ փոխում, պատասխանատվության աստիճանը բարձրանում է ել ավելի բարձր, բայց հիմքը իհարկե պորտալները կտրնա։ Երևի թե կրկնակի դժվար այն մարդկանց համար, ովքեր որ տենց չունեն կողքից, չգիտեմ, մեծ գումարներով հայրիկներ ու չգիտեմ boyfriend-ներ կամ չեմ մամ տարբեր սենց ինչ որ հիմքեր, երևի այդ մարդկանց հեշտ կլինի, որտեվ իրենք այսպես թե այնպես ֆինանսի խնդիր չունեն, մի ամիս կա, մի ամիս չգա, իսկ այստեղ ռեալ մարդը աշխատում է եւ իրեն էլ պետք է, հա, այնպես անի, որ գումար մնա, որովհետեւ այդ գումարի կարիքը իրականում ունի։ Իսկ ինչու white bone White bone շատ էի մտածում անվան շուրջ իմ ոչ մի կազմակերպության հետո էլ white bone անվանումը պատահական կամ բան բնականաբար չի եղել եւ հասկացա որ իմ բիզնեսի հիմքում մեր բիզնեսի հիմքում դա ազնվականությունն է այսինքն դիմացինին մեր գործընկերներին եւ մեր հաճախորդ գործընկերներին եւ իրենց հաճախորդներին, հա, այդ եռանկյունուն մեջ լինել հնարավորինս ազնիվ, հոգատար, այդ ազնվական վերաբերմունքով եւ երբ որ գնում էի ոնց որ research-ի մեջ, հա, այդ ազնվականության ինչ ոնց որ ցուցանիշ կարանք բանենք, ոնց որ հանդիպեցի այդ սպիտակ ոսկոր հասկացողությանը, որ ասենք հնում այդ սպիտակ ոսկորով մարդիկ այդ ազնվական մարդիկ են համարվել եւ նույն կենթանիների մեջ էլ սպիտակ հնարավորինս բաց, հա, սպիտակ ոսկորով կենթանիները ավելի Ես ճիշտ ասած կապույտ արյունը գիտեի սպիտակ Այո, դե բայց ուղղակի կապույտ արյունը շատ բան է ակնհայտ է, կապույտ արյունը չէին էլ հարցնի եւ մի բան էլ կապույտ արյունի մեջ մի քիչ սնոբություն կա, չէ՞, ասենք, անու գլուբա քրոս։ Այս պարագայում այդ սնոբությունը չկա եւ մարդիկ հարցնում են, ինչը լավ է, որովհետեւ երբ որ դու մի անգամ բացատրում ես, իրենք էլ չեն մոռանում։ Այսինքն sense եւ իմաստը ամբողջ դրա մեջ է, որ հետաքրքրություն առաջացնի, մենք բացատրենք եւ այդ բացատրելուց հետո մարդիկ եւ ինչա կատարվում Վարդուհի ջան, համեմատում են բնականաբար, բոլորը համեմատում են քո ասածը, քո արածի հետ, համընկնում է թե ոչ։ Եվ երբ որ տեսնում են, որ համընկնում է, արդեն վերջնական տպավորվում է թե անվանումը, թե գործունեությունը։ Պարտավորեցնող անվանումը։ Իհարկե։ Մի երկու բառով Շուշանիկ ջան կպատմեք ինչով է ընկերությունը զբաղվում։ Մենք այսպես խոսում ենք, թվում է թե ասեցինք ինչով է զբաղվում, բայց հաճախորդների փորձառությունից մի փոքր խոսեցինք, բայց կոնկրետ white bone ինչով է զբաղվում։ White bone-ը կոնկրետ միակ մասնագիտացված ընկերությունն է երկրում, որ զբաղվում է հաճախորդների փորձառության կառավարմամբ, որը նշանակում է հաճախորդների ամբողջական փորձառության դիագնոստիկա, օպտիմալ սիստեմների ներդրում, հետադարձ կապի հավաքագրման սիստեմաների ներդրում, հետադարձ կապի մշակման սիստեմաների, հա, եւ ինքներս էլ իրականացնում ենք որակի վերահսկում մեր գործընկերներ, ովքեր որ օրինակ չեն ուզում կամ այս պահին չեն ուզում դրան ռեսուրս տրամադրեն, որ ունենան իրենց որակի վերահսկման համակարգերը։ Մենք ինքներս իրականացնում ենք իրենց սպասարկման կամ պրոդուկտի որակի վերահսկում։ Դա ներառում է թե հաճախորդի ուղու քարտեզագրում, հա, թե պրոդուկտի քարտեզագրում, product journey, customer journey, այսպես ասած, եւ մյուս կտորը դա մեր ռազմավարական մարքեթինգն է, որը մենք իրականացնում ենք ստրատեգիաների մշակում, ռազմավարական, հա, մարքեթինգի մոտեցմամբ, հետազոտություն, դրա հիման վրա արդեն ամբողջական ռազմավարական մարքեթինգի ստրատեգիայի ռազմավարության մշակում եւ ներդնում այն ընկերությունների համար, ովքեր որ ոնց որ ուզում են, որ մենք շարունակենք։ Լինում է, որ մենք տալիս ենք իրենք են շարունակում ներդնումը։ Եվ այս կոնտեքստում տենց ստացվեց, որ սկսեցինք նաև բրենդինգ, ռեբրենդինգ, դա էլ եկավ հաճախորդներից։ Երբ որ ստրատեգիան կազմեցինք, երբ որ դիագնոստիկա արեցինք, ասեցինք պարտադիր ռեբրենդինգի կարիք կա, որտեվ ինչ անեք այս բրենդով գումարների փոշիացում կստացվի եւ որովհետեւ մենք ունենք դիզայներների լավ խումբ, բայց որոնք զբաղվում են մարքեթինգի ուղղությամբ եւ այն կարող է դուք մի անգամ այս բրենդինգն էլ անեք ու մենք սկսեցինք զբաղվել բրենդինգով ու գնալով հիմա արդեն նաեւ մեծ հաճախորդների բազա ունենք թե Հայաստանում, թե արտերկրում, ում համար իրականացրել ենք ստրատեգիա եւ ռեբրենդինգ։ Մենք երևի այս առումով միակ ընկերությունն ենք, որ թե բրենդինգ, թե ստրատեգիա միասին կարողանում ենք անել, որը ավելի ամբողջական է դարձնում ընկերության կարիքների բավարարումը։
Մեր հայկական շուկան հասել է այն մակարդակին, որ սկսել են կարևորել հաճախորդի փորձառությունը ու ինչ գրաֆիկով ենք գնում, դեպի վերև, ներքև։ Չէ, դեպի վերև ենք գնում, դա միանշանակ։ Երբ որ ես 5 տարի առաջ հիմնում էի կազմակերպությունը, բոլորին ինձ ասում էին, ասենք, տենց էլ ինչ ավելի անհասկանալի բան կարաս անես, ասենք։ This is Շուշան։ Ասենք, ով է փող տալու customer experience-ին, էլի։ Բայց պարզվեց այո տալիս են, բայց շատ ճիշտ էր նկատառումը, որ հայկական շուկան այն մակարդակին չի, ինչ որ արևմտյան շուկան։ Բայց ես հստակ տեսնում եմ, որտեվ դա է ճանապարհը, այսինքն ուրիշ կերպ ոնց մնացած ամեն ժամանակին հայկական շուկան չէր ընդունում նաև մարքեթինգը։ Ասում էր, արտադրել եմ, վաճառվելու է։ Շատ ընկերություններ հիմա էլ չեն ընդունում, ոչ մարքեթինգ, ոչ HR, ոչ PR, իրանց մերենք ամեն ինչ գիտեն։ Ժամանակ, ես պաշտում եմ ժամանակին, ասում եմ ժամանակը շատ իմաստուն ծերուկ է։ Ինքը ամեն ինչ իր տեղն է գցում եւ ուղղակի պետքա ժամանակի ընթացքում դու ուղղակի չսպասես, դու կոնկրետ քո գործողություններն անես։ Եվ այդ ուղղությամբ մենք իհարկե դեռ շատ ճանապարհ ունենք, բայց արդեն շատ բանկերում, շատ տելեկոմ ընկերությունում եւ ոչ միայն բանկերի եւ տելեկոմ, չնայած իրանք այս առումով առաջատար են, արդեն կան հաճախորդների փորձառության բաժիններ, մի աշխատակցով կամ 5 կան նույնիսկ ավել, ովքեր զբաղվում են հաճախորդի փորձառությամբ, որը նշանակում է կարիքը գնալով գիտակցում է, որ ուղղակի սպասարկում եւ մարքեթինգ անելով չես լուծում, այսինքն այդ ամեն ինչը պետքա aligned լինի, հա, համակարգված լինի։ Եվ այս առումով մենք հասկացանք, որ white bone-ի ռեսուրսը տարածման տեսանկյունից, հա, awareness-ի ճանաչելության այդքան էլ չի հերիքում եւ ասում աստեղ խոսեմ երրորդ ընկերության մասին, դա CXAA-ն է, հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիան, Customer Experience Armenian Association-ը, որը հիմնման ճանապարհին է հիմա արդեն, ինքը նախատեսում է, որ պիտի խմբի թե հաճախորդի փորձառության մասնագետներին, թե մարքեթինգի, թե HR-ի, բոլոր այն ֆունկցիաները, ովքեր աշխատում են օրինի բուն իշա հաճախորդի, բայց աշխատում են առանձին, այսինքն այդ համակարգված մոտեցումը, ինչ անի HR-ը, որ հաճախորդի փորձառության համար հնարավորինս լավ outcome տա, հա, ինչ անի մարքեթինգը, ինչ անի customer experience-ը եւ ինչով իրանք իրար կարան օգնեն, ընդ որում ոչ միայն նույն կազմակերպության ներսում, այլ լինելով տարբեր կազմակերպություններում, հա, սա է միսիան։ Սա է այդ միսիան, որը չգիտեմ, տեսնենք, որովհետև դա ուղիղ բխում է ձեր ասածից, էլի, ուր կհասնենք։ Ինչքան եւ բոլորս էլ գիտենք, միայնակ մարդը շատ հեռու չի գնում։ Եվ եթե ես ինչ որ բանի հասել եմ իմ կյանքում, նաև հասել եմ իմ շրջապատի շնորհիվ, այն շրջապատի, ում հետ աշխատել եմ տարիներ շարունակ, ում մոտ հեղինակություն եմ ձեռք բերել, ովքեր իմ մոտ են հեղինակություն ձեռք բերել, հա, վստահություն եւ էլի համոզված եմ, որ ցանկացած լավ գաղափար, լավ միտք ունենալը միայն քիչ է։ Ունենալը միայն քիչ է։ Շատ հետաքրքիր մի հատ sense կետի հասանք, ես ամբողջ հաղորդման ընթացքում ուզում եի այդ մասին խոսել, բայց ոնց որ եկանք տրամաբանական այդ կետին։ Հայաստանյան շուկան բավականին փոքր է, ու եթե ինչ որ sense չգիտեմ, տենդերա նման ինչ որ բաներ են կամ պրոյեկտա նման ինչ որ բաներ են եւ այլն, այնպես է լինում, որ միանման մասնակցության տեր մարդիկ իրար հետ այսպես թե այնպես խաչվում են։ Ու այդ կիսա նախանձային մթնոլորտը մեկը մյուսի մասին վատ բաներ խոսի, փնովի, հա, ինքը շատ բարձր մակարդակի է, ցավոք սրտի բոլոր ոլորտներում։ Այ ճանաչելով ձեզ, Շուշանիկ ջան, գիտեմ, որ այդ իսպար բացակայում է ձեզ մոտ, ու դուք ոնց որ sense ֆիքսված եք ձեր նպատակի վրա, այդ մասով լիքը բան կա սովորելու ձեզնից, հա, ֆիքսված եք ձեր նպատակի վրա եւ ձեր իսկ անձի կատարելագործման վրա։ Այ կուզեմ, որ sense խորհրդա նման ինչ որ մի բան տակեն մարդկանց, ովքեր փոխանակ զբաղվեն իրենց անձի կատարելագործմամբ, զբաղվում են իրենց կոլեգաների փնովմամբ եւ վատ բաներ ու վատ լուրեր տարածելով, ինչը շատ է ցավոք սրտի շուկայում։ Դե նա խորհուրդ կտամ դիմեն հոկեբանի։ Որ հոկեբաններն են տենց անում։ Հենց հոկեբանը դիմի հոկեբանի։ Ցավոք սրտի շատ լուրջ խնդիր ունենք հենց հոկեբանների, ովքեր սեփական թերապիան ամբողջովին չեն անցնում։
Որտեվ նույն երբ որ ես ասում եմ գնում եմ հոկեբանի, ասում են դու հոկեբան ես գնում ես հոկեբանի, ասում բա իմ թերապիան ով անցնի։ Եթե ես իմ դեմոնների հետ վախենում եմ առերեսվեմ, ես ինչ իրավունք ունեմ ուրիշների դեմոնների հետ առերեսվելու։ Նախ իրոք սմակատակը մի կողմ, որովհետև դա ինչի նշան է, դա ինքնաբավության սեփական է, պակասի նշան է։ Եվ ես sense խորապես համոզված եմ մի բանում, որ մարդը ով որ անընդհատ մրցում է ուրիշների հետ, ինքը ապրիորի պարտված է։ Եվ բնականաբար ապրիորի պարտված մարդը ինչ պետք է անի։ Պիտի փնովի։ Այսինքն ես կապը այդպես եմ տեսնում։ Այսինքն եթե հետ գնանք, հա, այսինքն եթե չես ուզում փնովես, պիտի քեզ պարտված չզգաս։ Եթե չես ուզում քեզ պարտված զգաս, պիտի չմրցակցես ուրիշների հետ։ Բա այդ դեպքում ում հետ մրցես, որովհետև բա շուկան զարգանում է եւ այլն, ինքդ քո, որովհետև ինքդ դու այն ռեսուրսները, որ դու ունես, դա չունեն ուրիշները, լավ կամ վատ առումով, այնինչ ունեն իրենք, դու չունես։ Իմաստը ո՞րն է, այսինքն անհավասար, ոնց որ մաթեմատիկայի տեսանկյունից հավասարության երկու իրանք իրար հավասար չեն, ինչի են իրանք իրար հետ մրցակցում։ Իսկ երբ որ դու կենտրոնում ես քո վրա, քո գաղափարների վրա, քո մտքերի վրա, նույնիսկ եթե քո կողքը անում են լրիվ նույն բանը, իրանք անում են այլ կերպ, որովհետև դա իրենք են։ Դու անում ես քո ուժերի ներածի չափով, եւ կարևորը վայելելով։ Հա, այս շատ կարևոր է, վայելելով process-ը, հա, հաճույք ստանալու։ Դա այնպես որ եթե պատասխանեցի հարցին։ Հրաշալի պատասխան։ Շնորհակալություն։ Շուշանիկ ջան, մեր հաղորդումը sense թրավ, արդեն մոտեցանք ավարտին։ Ես կուզեմ sense ոնց որ դիմեք մեզ լսողներին, դիտողներին, sense մեծ ոգեշնչեք, որտեվ այն ամեն ինչը դուք այսօր ունեք, մենք իհարկե ոչ մեկս չգիտենք վաղ մեզ հետ ինչա լինելու, բայց այն կետը, որտեղ մենք հասել ենք, իհարկե վստահ եմ, որ լավ ավելի լինելու այդ իմաստով էի ասում, այն կետը, որին հասել եք ինքնուրույն, ձեր աշխատանքով, ձեր կրթվելու հակվածությամբ եւ կարծում եմ որ ինքը շատ լավ օրինակ է որ նույնիսկ երիտասարդները ինչի՞ չէ նաեւ տարիքով մարդիկ նայեն ու հասկանան որ կարելի է ունենալ սեփական ընկերություն ունենալ կենտրոնում գրասենյակ աշխատակիցներ բայց որոշել որ ես ուզում եմ գնամ մի հատ էլ հոգեբանություն սովորեմ որովհետեւ մի բան իմ կյանքում պակաս է այս մասով կուզեմ ձեր sense մոտիվացիոն խոսքը ուղեք ու արդեն ոնց որ մոտենանք ավարտին մեր հաղորդման Շնորհակալություն երևի ամենակարևոր բանը չվախենալ ներհայացքից որովհետև երբ որ ներհայացք նետում ես այսինքն տեսեք այդ ձեր օրինակով որ ասեցիք ձեր ինձ նկարագրելով հա ունես քո կազմակերպությունը գրասենյակ օֆիսում աշխատակիցներ շատ լավ թիմ ես էլ եմ ուզում շեշտեմ ես ունեմ շատ լավ թիմ իրանք ներսում են իրար հետ շատ լավ մեր փոխհարաբերությունները իրանք գործընկերների հետ շատ այսինքն ունենալով լավ ընտանիք ամեն ինչ լավ է հա բայց եթե ներհայացք ես նետում տեսնես որ չէ ամեն ինչ այնքան էլ լավ չի բայց եթե դու անընդհատ մրցում ես ուրիշների հետ ասում ես օքեյ ավելի մեծ գրասենյակ է պետք վերցնել հա ավելի մեծ պրոյեկտներ են պետք վերցնել եւ գնում ես մի ճանապարհով որը միգուցե դա է հենց քո ճանապարհը բայց եթե այդքան էլ դա չի գնում ես մի ճանապարհ որ ուրիշներին նա եւ ինչքան ավելի շատ ես գնում այդ ճանապարհով այդքան ավելի շատ ես դավաճանում քեզ հերվանում ես քեզանից ու ինչ որ մի հատ պահի ուղակի կանգնում ես այդ փակուղու առաջ էլի դրա համար մոտիվացիոն խոսք կլինի թե ինչ կլինի ես ուղակի ուզում եմ ասեմ մի վախեցեք նայել ներս ներհայաց գցեք ձուկ ձեզ հնարավորինս ինքնակնդատ եւ հնարավորինս սիրով Այս շատ կարևոր է, հա, որ ոչ թե ինքնաոչնչացման process, հակառակը ինքնակնդատ եւ սիրով։ Ես ինչն է ինձ պակասում կամ հակառակը ինչն է իմ մեջ շատ որ կուզեմ տարածեմ։ Կիսեմ եւ հենց այդ որ մի հատ բան ասեցիք, հա, գոլեգաների այդ փնովելու բան։ Ինչն է որ կիսելուց միայն ավելանում է, հա, սերը, հոգատարությունը ու լավ խոսքը։ Եթե մենք չզլանանք միմյանց մասին մի քիչ ավելի շատ լավը խոսել, մի քիչ ավելի շատ լավ, նույնիսկ կարող է մի քիչ չափազանցրու, ոչինչ։ Ավելի լավ է չափազանցնես, քան քիչ ցույց տաս, հա։ Վստահաբար այդ թե մեզ է ջերմացնում ու թե դիմացինին ու մեկ է մի կարևոր բան երախտապարտ ապրել։ Շնորհակալ լինել այն ամեն ինչի համար ինչ ունես։ Սա հաճախ ինձ ասում են, դե որ տենց լինի, երբեք ավելի ինչ չենք ձգտի։
բայց դա տենց չի։ Հակառակը, երբ որ դու երախտապարտ ես ապրում, շնորհակալ ես այն ամեն ինչի համար, ինչ ունես, դու հաջորդ քայլին գնում ես ավելի լի վիճակով, լիացված ես գնում։ Այլ ոչ թե ես ինձ պակաս է, ես էլ վերցնեմ, չէ, ես գոհ եմ, ես շնորհակալ եմ, ես իրոք փառք Աստծո, որ այս ամեն ինչը ունեմ ու ես կարող եմ ավելին։ Այդ դեպքում լրիվ ուրիշները չէ գալիս։ Շնորհակալ եմ շատ Շուշանիկ ջան։ Ես եմ շնորհակալ Հավես խորիմաստ ու լավ եթեր ունեցանք։ Շատ ես եմ շնորհակալ, շնորհակալություն։ Դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը, կհանդիպենք։